Good morning. My name is Robert Amsterdam. Վարի լույս, ես Ռոբերտ Ամստերդամն եմ։ Դիմում եմ ձեզ պարոն Սամվել Կարապետյանի անունից, որն ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդն է եւ այսօր Հայաստանում համարվում է քաղաքական բանտարկյալ, զրկված լինելով առաջիկա ընտրություններին լիարժեք մասնակցելու հնարավորությունից։ In the upcoming election. We note with thanks the interests of the EU. Մենք երախտագիտությամբ ենք արձանագրում Եվրոպական միության պատրաստակամությունը առաջիկա ընտրությունների նպատակով Հայաստանում արագ արձագանքման խումբ տեղակայելու հարցում։ Սակայն մեզ համար մտահոգիչ է այն հանգամանքը, որ այդ խումբն ուղարկվում է կառավարությանն օժանդակելու նպատակով։ Ցանկանում ենք հիշեցնել Եվրամիությանը եւ բարձր ներկայացուցչին, որ իրականում հենց պարոն Փաշինյանի գլխավորած ներկայիս կառավարությունն է, որ այսօր համընդհանուր մեղադրվում է Հայաստանի քաղաքացիների հիմնարար իրավունքներն ու ազատությունները ոտնահարելու համար։ Of violating basic rights and freedoms of the citizens of Armenia. Firstly, with respect to freedom of conscience and the Նախ եւ առաջ խոսքը վերաբերում է խղճի ազատությանը եւ հայ առաքելական եկեղեցու առաջնորդությանն ու ամենայն հայոց կաթողիկոսի դեմ իրականացվող սանձարձակ հարձակումներին։ Խոսքը վերաբերում է խոսքի ազատությանը եւ լրագրողների ապօրինի կալանավորումներին։ Այս ամենին գումարվում են վարչապետի այնպիսի գործողությունները, ուղղված երկրի պատմությանը, մշակույթին եւ խորհրդանիշներին, որոնք գրեթե աննախադեպ են։ Իսկ նրա պատրաստակամությունը բառացիորեն հարձակվելու Արցախի էթնիկ զտումներից մազապուրծ եղած փախստականների վրա, ինչպես տեղի ունեցավ հենց երեկ, պարզապես բանականությունից դուրս է։ Is almost beyond comprehension. Մենք Հայաստանի քաղաքացիների աշխատած միլիարդներ ենք ծախսել, որ դուք այնտեղ մնաք։ Բան չի չեք մնա։ Ես ձեզ հետ կխոսամ տենց։ Ես տենց կխոսամ ձեզ հետ տենց։ Ու այս քարտեզի մասին տենց կամահարանքով չխոսակ։ Որևէ մեկը։ Կխոսեմ տենց ձեզ հետ բարձր։ Ուրեմն մյուս անգամ չփորձեք ասեք, որ փախածներով չփորձեք ասեք, որ ես Ղարաբաղ եմ տա։ Without attempting to exaggerate. Առանց չափազանցության պետք է արձանագրել Կամբոջայի Պոլ Պոտից հետո չի եղել մի առաջնորդ, որն այնքան փորձի իր ժողովրդին հեռացնել սեփական պատմական արմատներից, որքան պարոն Փաշինյանը։ Նա դա անում է իր այսպես կոչված նոր Հայաստան տեսլականով եւ նոր սահմանադրության ստեղծման մոլուցքով, որով փորձ է արվում բառացիորեն ջնջել այն անկախության հռչակագիրը, որի վրա հիմնադրվել է պետությունը։ And with an attempt in that constitution to literally somehow disappear the Declaration of Independence. Ինչ վերաբերում է պարոն Կարապետյանին, ապա նա քաղաքական զոհ է, իսկ նրա դեմ ներկայացված մեղադրանքներն ամբողջությամբ շինծու են։ The charges against him are completely bogus. We urge the EU to Մենք հորդորում ենք Եվրոպական միությանը հանդիպել ոչ միայն մեզ եւ պարոն Կարապետյանի, այլև բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։ Չափազանց կարևոր է, որ այս աշխատանքային խումբը չդիտարկվի որպես քաղաքական միջամտության գործիք կամ իրավունքի գերակայությունը ոտնահարելու միջոց։ Այսօր հրապարակվելիք մեր նամակում մենք հստակ խնդրանք ենք ներկայացնում, թե ողջունելի է Հայաստան ժամանող արագ արձագանքման հիբրիդային թիմի գործողությունը, սակայն նրանք պետք է հանդիպեն բոլոր կողմերի, այլ ոչ միայն կառավարության հետ։ Սա անհրաժեշտ է երաշխավորելու համար լիակատար պաշտպանվածություն այն արտաքին միջամտություններից, որոնք հասարակության մի մասը համարում է ռուսական, իսկ մյուս մասը ադրբեջանական։ Հարկ է նշել, որ վարչապետ Փաշինյանը, թիրախավորելով սեփական երկրի պատմությունը, մշակույթն ու կրոնը, դուրս է եկել կոպենհագենյան չափանիշների ցանկացած շրջանակից։ Ըստ էության նա որդեգրել է հենց այնպիսի վարքագիծ, որը բացառելու եւ արմատախիլ անելու համար էլ հենց ստեղծվել է Եվրոպական միությունը։ Մենք հորդորում ենք հնարավորինս սեղմ ժամկետներում հանդիպում կազմակերպել բոլոր կողմերի ներկայացուցիչների հետ։ That the European Union was established to extinguish. We urge that such a meeting with representatives of all parties occur quickly
And Եվ երբ այս արագ արձագանքման խումբը ժամանի Հայաստան, նրանք պետք է աշխատեն բոլոր քաղաքական ուժերի եւ շահագրգիռ կողմերի հետ, ազատ եւ արդար ընտրություններ երաշխավորելու համար։ a free and fair election. Շնորհակալություն։